Բարի օր, Mountain High Farms, Ջրաղացի ձոր Դիլիջան ազգային պարկ, Տավուշ, այսօր 2025 թվականի հոկտեմբերի 17-ն է, ես Աշոտ Պողոսյանն եմ, այսօր կպատմեմ մսի աճեցման մասին, ոչ միայն մեր մսի, բայց այն հիմնական ասպեկտները, որոնք պետք է պահպանել մսի աճեցման դեպքում բնականաբար նաև այն ինչ որ մենք անում ենք, դրա մասին կպատմեմ, մինչ այդ խնդրելու եմ ձեզ բաժանորդագրվել մեր ալիքին, տարածել մեր վիդեոները, հավանել, մեկնաբանություններ թողել, YouTube-ը փոխել է ալգորիթմը, այսօր հավանականությունը ավելի տարածման հենց այն վիդեոներն է, որոնց ակտիվությունը բարձր է իմ նշած պարամետրերով։ Խնդրում եմ նաև այցելել այս տեսանյութի տակ դրված մեր կայքեջը, որտեղ դուք կկարդաք հետաքրքիր հոդվածներ իմ կողմից հեղինակված մեդիա բաժնում, հոդվածներ բաժնում, ինչպես նաև կարող եք առցանց գնել մեր աճեցված միսը, ինչպես նաև իմանալ, թե որտեղ կարող եք գնել և փորձել քաղաքում։ Եվ այսպես, ինչ է նշանակում միս։ Ես պետք է ասեմ, որ այսօր համաշխարհային տրենդով և ընդհանրապես արդեն երկու ճյուղի բաժանված կա երկու իրանից արդեն շատ հստակ տարբերվող երկու տեսակի միս։ Մեկը արդյունաբերական միսն է, ինչը նշանակում է, որ միսը աճեցվում է մեծ ֆերմաներում, գոմերում, փակի տակ, ինչպես նաև բավական մեծ ֆիդլոթերում, որտեղ կենդանիներին փակում են և սկսում են իրենց մեջ խցկել տարբեր տեսակի կերեր։ Դա արդյունաբերական միսն է, որը հիմնականում դուք կարող եք տեսնել, հատկապես Հայաստանում, հիմնական մսի 90 քանի տոկոս, երևի 95%-ից ավել է, մենք գործ ունենք արդյունաբերական մսի հետ։ Դա վերաբերում է և տավարի մսին, դա վերաբերում է թռչնի մսին հատկապես Հայաստանում, որը ներկրվում է 80%-ով, դա վերաբերում է խոզի մսին։ Դրանք հիմնական Հայաստանում օգտագործելի մսերն են։ Այսօր մեր Դենիրոյի տրամադրությունը լավ չի, մենք ստիպված ենք եղել իրեն պատժել մի քիչ։ Այո, և սրանք մեր այս տարի քաղաք գնացող հանձնվելիք սևանգուստ ցլերն են։ Դա ուրեմն մի տեսակի միսն է, երկրորդը դա վերաբերում է իսկական, բնական աճեցված մսին, որը աճեցվում է արոտավայրերում, հիմնականում վերահսկելի է, հետագծելի, ծագումնաստուգելի։ Արդյունաբերական մասը հետագծելի և ծագումնաստուգելի չէ, դուք չեք կարող իմանալ ինչով են կերակրել, չեք կարող գնալ հասնել մինչև այդ ուրեմն կեր արտադրողի էթիկական նորմերը և փաստացի արտադրական կանոնակարգերը ստուգել, հաշվել հնարավոր չէ կամ հասկանալ, անհնար։ Եվ բնականաբար խնդիրներ է առաջանում այդ տեսակի արդյունաբերական մսի հետ։ Ինչ վերաբերում է այն մսին, որը աճեցնում ենք մենք կամ մեր նման ֆերմերները, բնականաբար հատուկենտ, հատկապես Հայաստանում, աշխարհում եք իհարկե ավելի շատ, Ռուսաստանում շատ ավելի քիչ, որովհետև երկիրը մեծ է և խնդիր է դրված բոլորին կերակրել և ունեն կերի անսահման, փաստացիորեն անսահման բազա։ Ուկրաինացիները ունեն բավական, խոսքը գնում է այն երկրների մասին, որոնք արդեն տարբերակում են և կարևորում են այն միսը, որոնք
իրենք ընդունում են, կլանում են, ուտում են եւ որոնցով կերակրում են իրենց ընտանիքներին, զավակներին, երեխաներին։ Հիմա եկեք իմ նկատառմամբ եւ իմ կարծիքով ներկայացնեմ ձեզ ինչ է նշանակում բարձրակարգ միս հաճեցված։ Առաջինը դա վերաբերվում է, թե ինչ պայմաններում է նա հաճեցվում։ Ինչ պայմաններում, որտեղ։ Եթե դուք հիմնականում հաճեցնում եք գոմում, ուրեմն կներեք, ուրեմն եւ դա նշանակում է, որ բերևի կերերով, գնված կերերով, ուրեմն ձեզ միանգամից կդասեմ արդյունաբերական միս արտադրողների մեջ։ Ես հասկանում եմ, որ կատնային անասնապահությունում բնականաբար այն դեպքում, երբ որ միսը փաստորեն երկրորդական պրոդուկտ է, առաջնայինը կաթն է, հասկացանք, այդ դեպքում այդ միսը կգնա, չգիտեմ, ենթա մթերքային ինչ-որ պրոդուկտների, երշիկ եւ այլ արտադրանքի վրա, դա հասկանալի է։ Ես խոսում եմ մաքուր մսի մասին, որը օգտագործում են մարդիկ, սպառողները։ Ուրեմն առաջերտին պայմանները։ Այդ պայմանը մեկն է, արոտավայր։ Վերջ։ Սա համար առաջի պայմանն է։ Միսը պետք է աճեցվի արոտավայրում։ Եթե միսը աճեցվում է կիսաարոտավայրային պայմաններում, այսինքն ինչ որտեղ ուրեմն աճեցվում է արոտավայրում, հետո ամառային արոտավայր է դա, հետո տարվում են գոմեր, ուրեմն կասկածի տակ եմ դնելու, որ ասենք միայն ամառային արոտավայրը դա հիմնական պայմանը չէ եւ չպետք է լինի միս աճեցնելու համար։ Դուք էլի գոմային պայմաններում եք աճեցնում, հիմնականում նույնիսկ գնված կերերով, որոնց ծագումնաբանությունը հնարավոր չէ հետևել, ինչ է այդ կերի մեջ, ուրեմն այդ մասը նույնպես անցանք։ Մնացեք արոտավայրում։ Եթե դուք պետք է արոտավայրից տեղափոխեք կենդանիներին ծածկի տակ 1 կամ 2 ամիս ձմեռային պայմաններում, երբ որ բոլոր արոտավայրերը փակ են, ուրեմն ինչպես որ մենք ենք անում, դա ուրեմն համարեցինք, որ կարելի է համարել, որ դա մսի աճեցման առաջին պայմանը պահպանված է։ Երկրորդը կերակրումը, արոտավայր, դա նշանակում է, որ միսը պետք է աճեցվի արոտային պայմաններում արոտավայրային խոտի վրա։ Դա շատ լավ է եւ նույնիսկ եթե դուք չեք կիրառում վերականգնողական հարածեցումը, ինչ որ կիրառում ենք մենք, այսինքն արոտավայրերը վերահասկելով, կառավարելով, ամեն օր փոխելով, ոնց որ մենք ենք անում, եւ ստիպելով, որպեսզի արոտավայրերը վերականգնվեն անընդհատ եւ դուք ունենաք օրինակի համար այսպիսի կանաչ խոտ նույնիսկ հոկտեմբերի վերջին եւ ունենաք այսպիսի կանաչ խոտ պահպանված մինչեւ նոյեմբերի կեսերը, ինչ որ ունենք մենք, եթե նույնիսկ դա չեք պահպանում եւ եթե ձեր կենդանիներին թողում եք ազատ իրենք ուր ուզենան, ոնց ուզենան արոտները օգտագործեն, իմացեք, որ այո, մսի աճեցման, մաքուր մսի աճեցման պայմանները բավարարում եք, բայց իմացեք, որ դրանով դուք ոչնչացնում եք կարոտները, մեր երկրի հիմնական ռեսուրսը, պարենային, ես դա համարում եմ անթույլատրելի, բայց մսի աճեցման ստանդարտների, մաքուր մսի աճեցման կանոնների տեսակետից, այո, աճեցնում եք մաքուր միս։ Սա աճեցման մասին։ Հիմա
երբ որ կենթանին աճել է եւ պետք է դառնա միս արդեն, հա, երրորդ պայմանն է այն կենթանու այն տարիքա կշիռային բալանսի պայմաններում, որ ինքը պետք է դառնա միս։ Եվ բնականաբար ես խոսում եմ հիմա խոշոր եղջերավոր կենթանիների, լինի դա անգուս կամ ուրիշ տեսակի ցեղ, ուրիշ ցեղ, ցեղատեսակը սխալ է ասելը, դրանք ցեղեր են, այդ դեպքում ուրեմն միսը այն կենթանու մականը կամ կարկասը, որը մորթվել է 1.5-ից 2.5-3 տարեկան հասակում, երբ ունեցել է առնվազն 250-280 կիլոգրամ կարկասային քաշ։ Դա նշանակում է, որ այդ կենթանին եղել է մոտավորապես 450-ից 500 կիլոգրամ, այդ տարիքում 1.5-ից պայմանակարներ ասենք 3 տարեկան։ 3 տարեկանից ավել կենթանին, որը ունի ավելի շատ քաշ կամ ավելի շատ քիչ քաշ, դա միս չէ։ Դա միս է, որը կարելի է օգտագործել շատ ուրիշ պարագաներում, միգուցե չգիտեմ, միգուցե ճաշի մեջ, միգուցե երկար եւ դանդաղ եփվելու պայմաններով ինչ-որ մի բան ստանաք, բայց դա այդքան էլ բարձրակարգ միս չէ, դա պետք է հաշվի առնել։ Ուրեմն, նորից, բարձրակարգ մսի աճեցման պայմանները, միջավայր 1 արոտավայր, կերակրում, երկրորդը դա ուրեմն մարգագետնային խոտ կամ արոտավայրի խոտ, երրորդը դա ֆինիշինգն է, որը նշանակում է, թե որ տարիքա կշռային, քաշային պայմաններում է կենթանին մորթվել եւ դառել միս։ Բարձրակարգ միսը դա է, ուրեմն երրորդը դա 1.5-ից պայմանականորեն 3 տարեկան, անպայման որպեսզի լինի գոնե 230-ից կիլոգրամից ավել կարկասային քաշ, այսինքն մորթված կենթանին առանց գլխի, առանց փորոտիքի։ Դա կդարձնի միսը բարձրակարգ։ Հիմա կան ատանցյալ պայմաններ իհարկե, դա գենետիկան է, ցեղը պետք է լինի մսատու կամ մսակատնատու, ոչ թե կատնամսատու, հակառակը մսակատնատու, առաջին պրոդուկտը պետք է լինի միսը։ Եվ ցեղերը նման շատ են, սև անգուսը կամ աբերդին անգուսը ամենալավն է, բարձրակարգը, որը աճեցնում ենք մենք, եւ մենք տոհմային անգուսներ ենք աճեցնում, Հերեֆորդ, կարելի ասել լիմուզին, ֆրանսիացիները հոյակապ գենետիկա ունեն, որը այդքան էլ գովազդված չէ, ճիշտ է այդ ցեղերից ոչ մեկը չի տալիս այնքան մարմարայնությամբ միս, բարձր մարմարային, ինչ որ կտկտան նաև սև անգուսները, բայց էլի տալիս են որակյալ բարձրակ միս, Կավլիցի ֆրանսիական խոհանոցը հիմնականում հիմնված է իրենց ուրեմն գենետիկայի վրա, տարբեր տեսակներ, ասենք ունեն լիմուզին, շարոլե եւ այլ, դրանք շատ լավ ցեղեր են։ Ամերիկացիները ունեն դեքստեր նաև, եվրոպացիները, դրանք լավ ցեղեր են, բայց ամենամարմարայինը կտա իհարկե սև անգուսը։ Մարմարային դա նշանակում միջ մկանային ճարպը։ Հիմա բոլորդ կհարցնեք եւ վերջում եմ սա ասում։ Իսկ ուր մնացին համակցված կերերը կամ հատիկային կերերը։ Այո, կարելի է նրանց օգտագործել, բայց եթե դուք նրանց օգտագործեք անընդհատ կենթանիներին
կերակրելու վրա կստանաք արդյունաբերական միս, նույնիսկ եթե դա անում եք արոտավայրում կամ արոտավայրի հետ միասին, սակայն վերջին 2, միգուցե 3 ամիսը, եթե կենդանիներին համակերակրեք արոտի հետ միասին նաև հատիկային, բայց տուգված հատիկային կերով, այսինքն չլինի գենետիկորեն մոդիֆիկացված, չլինի թունաքիմիկատներով, պեստիցիդներով և քիմիական պարարտանյութերով աճեցված հատիկներ, այդ 2-3 ամիսը այո կստանաք, օրինակի համար անգուսների մոտ կստանաք լավ մարմարայնից։ Ես դեմ եմ ծայրահեղ մարմարային մսին, որովհետև բարձր, ասենք 5-րդ աստիճանի SDA կարգակարգով, 5-րդ ամենաբարձր աստիճանի մարմարային միսը նախ եւ առաջ առողջության համար այդքան էլ լավ չի, երկրորդը նա համը կորցնում է, որովհետև ճարպը, միջմկանային ճարպը, նա համ չունի, ինչքան շատ է լինում, այնքան համը ինքը լուծում է, տարալուծում է եւ համ է կորցնում։ Նկարը լինում է շատ գեղեցիկ, ինքը նաեւ ավելի փափուկ է, մի քիչ ավելի փափուկ, շատ չէ, քան թե միջին մարմարայնության միսը, բայց համը լավը չի, համը թուլացված է, ինքը դիետիկ մսի տպավորություն է թողնում, համեմատած այն խիտ մսելի համին, որը կստանաք, ասենք, միայն արոտային, grass-fed, այսպես կոչված, որը նաև գնահատվում է ավելի բարձր, որովհետև ավելի էկոլոգիապես ավելի մաքուր է։ Հիմա ինչ վերաբերում է այն վնասակար կողմերի մասին, որ արդյունաբերական միսը իր մեջ պարունակում է, կարող եք կարդալ հոդվածը, որը ես շուտով կհրապարակեմ մեր կայքեջում, մեդիա հոդվածներ բաժնում, բայց բացի դրանից սրանք են իմ կարծիքով բարձրակարգ մսի առաջնային կանոնները, ստացման կանոնները։ Վերջում ուզում եմ ձեզ ցույց տամ, թե ինչքան գեղեցիկ է մեր ջրաղացի ձորը հոկտեմբերին, որի համար շատ ուրախ եմ, մենք ունենք լավ եղանակ և առողջ կենդանիներ։ Շնորհակալություն եմ հայտնում հասկանի համար և կտեսնենք